Լավ վերջ հայր ջան, բարձրանանք սկսենք մեր փորձը։ Գնացինք, օգնեք։ Ոյ։ Կիսաշրջանով կանգնեք, պասի։ Զգույշ շոր աստե։ Արիս, միատել, վсё, բրծած ձյան ջան։ Տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցող անձինք սովորում եւ պարում են հայկական ավանդական պարեր։ Կիսաշրջանով շարվեցինք, մեջտեղը հետ, բեկոր մեջտեղը հետ կիսաշրջանով շարեք։ Պարում են մարդիկ, ովքեր կյանքում որևէ այլ միջավայրում իրար հետ շփվել չէին կարող։ Նրանք խոսում են ժեստերի լեզվով, նրանք չեն տեսնում, նրանք խոսում են ձայնով, նրանք չեն լսում, ու պարը միակ լեզուն դարձավ, որ այդ մարդիկ կարողանան միասին ընդհանուր ինչ-որ բան անել։ Մի պուճուր աջ գնացեք ու հետ մեջտեղը ապրեք։ Ուզում ես արի մոտս աստղ ջան։ Այսօր միասնական փորձ ենք անում նորից, առաջինը չի պարզա, բայց նորից անենք ուշադիր ենք լինում, կարևորը որ մենք կարողանանք հասկանանք, որ շարքում մեկս մեկին օգնում ենք։ Պարզա ու դա բոլորս։ Սկսեցինք, կսկսենք Կոմիտասի շորորից։ Բարձրացրեցինք։ Հեյ! 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, առաջ, իշնելով, 1, առաջ, գնացինք աջ։ Կամք նախաձեռնությունը մեկնարկել է 2025-ին, նպատակը ոչ միայն պար սովորելն է, խմբի անդամները կարծրատիպեր են կոտրում։ Ձախ, հավասար։ Ազգային պարերին ծանոթանալը եւ դրանք սովորելը հնարավոր է բոլորի համար։ Ինքս էլ չեմ հավատացել ժամանակին, որ դա հնարավոր է, որ կարող են, ու շատ-շատերն էլ չեն հավատում, որ ոնց, ինչպես դա կարող է, ոնց կարող է դա ստացվել, բա որ իրենք ցույց են տալիս պարը, բա շարժումը դուք չեք տեսնում, ոնց է, հետո ոնց է դա ձեզ տրվում։ Բայց հետո, երբ որ արդեն ես ինքս գտնվում եմ խմբի մեջ, հասկանում եմ այդ ընթացքը ոնց է տրվում։ Չի ասի, թե ինքը բավականին հեշտ է տրվում, բնականաբար տեսնելուց շատ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, բայց տրվում է։ Լավ, հիմա պարում ենք էջմիածին։ Մի հատ խնդրում եմ մինչև պարելը։ Ով կասի ինչ պարա էջմիածինը, ինչի համար է։ Ձեռք, տեղից չասեք։ Ասա Արմեն։ Պաշտամունքային պար, արևի պաշտամունք։ Լավ, արևի պաշտամունքի։ Չէ, մի ցույց տու։ Այդ 6 հատը, որ պարում էինք, աջ ձախ, ինչի համար էինք պարում։ 6-ը սառնտակն է, 6-ը ցուրտն է։ Ծրագիրը չի սահմանափակվում միայն պարի դասերով, կա նաև կրթական բաղադրիչ, պարի պատմության եւ նշանակության վերաբերյալ։ Լսողության խանգարումներ ունեցող անձանց համար շփումը իրականացվում է թարգմանչի միջոցով։ Պարուսույցները սովորեցնում են պար եւ մասնակիցներից սովորում ժեստերի լեզու։ Ճիշտ պարես, հա, մայլամի հետ հավասար։ Այդտեղ էլ արդեն կամաց որոշակի նաև տերմիններին, ժեստերի լեզվին ենք ծանոթանում, ինչքան որ անհրաժեշտ է, ինչքան որ կարողանում ենք ապրել, շնորհակալություն, բարև, ստեսություն եւ այլն, այսպես դժվար, հեշտ։ Այն ինչը որ անհրաժեշտ է, ըստ անհրաժեշտության կարողանում են կամ հիմնականում այդ ձեռքով, ոտքով եւ պարի լեզվով ենք ավելի շատ շփվում։ Ցեկավ 4 1 2 3 4 5 1 2 3 մի թող գնա 1 2 3 4 ուղղեց 1
2 Եվ տեսողության խանգարում ունեցող անձինք եւ լսողության խնդիր ունեցողները նույն բառերն են սովորում։ Դասավանդման մեթոդներն են տարբեր։ Ամենասկզբում, երբ որ մեկնարկում էինք նախագիծը, վստահ էինք, որ հաջողելու ենք, բայց այդ հաջողելու ճանապարհը եղել է ամենաներքևից սկսելուց, հա, խմբի հետ ծանոթանալուց, իրենց կարողություններին ծանոթանալուց ու կամաց-կամաց քայլերով հասնելուց, այդ ձեռքերով, ափերով իրար զգալուց, մինչև ուսերով հավասարվելուց ու այդ ճանապարհին տեսանք, որ երկու խմբերում էլ ոգևորությունը շատ մեծ է, ներգրավվածությունը շատ մեծ է, հետաքրքրությունը միայն աճում է, չի մարում ու դա մեզ տալիս է այն ոգևորությունը, այն շարժիչ ուժն էր հանդիսանում, որ մենք հասկանում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք ու խմբերի գոյությունը իրենց պետք է։ Սիփանն է նվագում։ Ոնց որ նվագում անենց է պարում եք։ Անչեղ ծիծաղում լավ է նվագում մարդը։ Թեև նախաձեռնությունը նոր է, բայց արդեն ունի իր տարբերանշանը։ Խմբի անունն էլ պատահական չեն տրված։ Ստեղծեցինք տարբերանշանը, ուրեմն վերևից ներքև ժեստերի լեզվով գրած է կամք եւ հորիզոնական բրայլյան այբուբենով նորից գրած է կամք, որովհետեւ կամքը այն ամենահամապատասխան անունն էր, որ այդ խմբին կսազեր, որովհետեւ եւ պարուսույցները եւ այդ խմբի հետ աշխատողները եւ խմբի անդամները երկուսին էլ այդ կամքը ամենամեծ ու ամենակարևոր բանն է, որ երկուսին էլ կապում է, պահում է։ 3 4 5 1 2 Մասնակիցների համար դասընթացները լրիվ անվճար են, բայց կան որոշակի ֆինանսական ծախսեր, որոնք մեզ օգնում է մեր գործընկերը Ամկոր բարեգործական հիմնադրամը։ Երեխեք, հիմա դրոնը թռնում է, ու շատ իրեղեք կտրուկ ոչ մի բան չանեք, ոչ մեկը տարած չգա։ Չէ, բան չի նանք խոր։ Հա։ Հես են թևերը։ Չէ, այս թևերն են։ Հետո այդ թևերի վրա են նոր այս թևերն են, որոնք պտտվում են։ Ու իրան հանում են վերև։ Դրա շնորհիվ վերև։ Դրա շնորհիվ վերև։ Ու արդեն ու ինքը լազերով բանով, որ ասենք ինչ-որ բան տենա դիմացը կանգնում է, բան, սենց բաներ ունի։ Այս ինքնահայտներս պտտեին։ Ինչի՞ բար։ Որ դիմացը բանալի Կամքը Բեկոր ավանդական երգի եւ բարի խմբի նախաձեռնությունն է, որի անդամներն էլ հենց պարուսուցում են իրականացնում։ Այսպես մեզ ցույց ենք տալիս, թե մենք տոլերանտ ենք, թե մենք պատրաստ ենք այդ մարդկանց մեր մեջ ընդունել, բայց ոչ թե պատրաստ չենք, այլ չգիտենք, թե ինչպես կազմակերպենք մեր շփումը։ Երբեմն վախենում ենք, որ սխալ բան կարող ենք ասել կամ անել, երբեմն չենք գտնում եզրերը ինչպես շփվել, իսկ այս ձևով վստահություն եւ մեզ եւ կարծես թե խնդիրներ ունեցողներին ավելի վստահություն է տալիս։ Սկիզբ! Խորը! Խորը! Վեցատ! Երկու! Երեք! Հինգ! Վեց! Ձախ! Ապրեք։ Հա, դու դիքիչն ես։ Արի, ապա մի չի։ Արի, լավ մեկ։ Մեկ ասես մեկ թափվում արա, ասի։ Ոյ գնա։ Նա քիչ անեք։